գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Դու երևի ինձ չես ճանաչում, ու չգիտես թե ինչ կարող լինի քո հետ։ Ճիշտ է, ես քեզ չեմ ճանաչում, բայց վստահ եղի, որ ճանաչել ոչ մի բան չէր փոխվելու դրանից։ Ականջից ուզում եմ ողանես, որ արփից հեռու մնաս, արփին իմն է։ Դու ուժ ես ասում։ Դա որ քոննա ինչ ես անում հիմա այստեղ։ Ուզում եմ ուղեղդ մտցնես այդքանը, ուրիշ ոչ մի բան։ Ախպեր, դժվար է իմ ուղեղը մտնում այդ գնացի։ Ոչինչ, այդ փորձն էլ ունենք։ Քեզ հեսա նորմալ ամեն ինչ կբացատրենք, կհասկանաս, որը որից հետո է։ Ես հիմա գնում եմ շատ կարևոր հանդիպման եմ, արփին պետք է տեսնեմ։ Տղերք, դուք էլ բացատրեք, մեր ախպերը հասկանա, որը որից հետո է, ինչ պետք է անի, ոնց պետք է լինի։ Արա, մի ուտարից ոտի վրա չես կարող կայնես, էտա թափը։ Աստորեն Գևոր քիչ ես ասատից գործ էր տղը։ Անի, մանե Ձենդ կտրի թոքան է Ռոզա Աշելի դու ես, ես եկել ես էլի հաց գողանաս, հա, մոտ արի, կեզ ասում եմ մոտ արի Սրանայի, կեզ մանկատուն եմ տանելու Չէ, մենակ մանկատուն չէ, էլի Ասում եմ լույսը բացվեց, կեզ տանելու եմ մանկատուն Խնդրում եմ, մենակ մանկատուն չէ Ամբողջ գիշեր այս անկյունում քնելու ես, վեր կաց, անցի, ամբողջ գիշեր այս անկյունից տեղ չգնաս, այստեղ էլ քնելու ես Խնդրում եմ, մենակ ոչ մանկատուն Ինչ հարամ բլակոտուս եք Արա, ես հալով էլ Գյորգիչի խոսքին դեմ ա գնում։ Արա դու գիտես վաբշե Գեորգիչը ով է, ինչ կապեր ունի։ Արա քեզ նես կկորցնենք, որ կյանքում ոչ մեկ տեղը չի իմանա։ Լսում ես ինչ եմ ասում։ Էսի ոնց որ լաճի։
Հե, արա էշեք, արա։ Հե։ Արա իրեքով վրա եք տվել վրես գիտեք էտ, արա, գիտեք ուժեղ լավ տաղեք եք, արա։ Արի տնեմ ով պատի կորցնի։ Մենք լավ ենք։ Ասա դու լավ ես։ Կամ այսքանից հետո вообще ես արա։ Խփի արա, չես խփում։ Քո նմանները որ ուրիշ ձև չեն հասկանում։ Բապտի խփես, բա ինչ պետք է անես։ Իմ նմանները արա։ Չգաս մոտիկ արա։ Օհ, հանգիս։ Տես կյանքն ինչ թարզ բան է։ Մի պահ քո ձեռնազենքը, մի պահ իմ։ Հե, արա ինչ է կայնի, արա ուլի պես վրեսնայում, գնացեք, դավայ զիբիլնոսը թավակի գնացեք ստուց, արա։ Մենք հլը կտենանք ես։ Արա կգակ ու կտենակ լսում ես, բայց մյուս անգամ մի 10 հոգով կգակ, որտեղ ես 3 հովդ ոչ մի բան եք, արա։ Դաժե խաղալիքով ոչ մի բան չկարացի կանեք։ Փոշմանելու ես։ Ես ոնց որ արդեն փոշմանել եմ գիտես, չէ։ Դավայ արա հելեք ինչ է կայնե։ Այդ զենքը դու ու հանգիստ իրարից կբաժանվենք։ Լսի արա։ Հենց հիմա հելեք գնացեք ստեղից լավով, թե չէ վատով սաղիթ կճամփեմ, արա հասկացաք։ Դավայ հելեք։ Տենց չի լինի։ Ոչ շիլի արա որ արդեն եղել է։ Չեք ջոգում որ լրիվ սխալ մարդու հետ եք արա թեմա բռնել։ Հելեք գնացեք ստուց արա ասում եմ։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան, համեցեք։ Բարի երեկո։ Արդին տանն, հա։ Հա, հյուրասենյակում է, հիմա կուղեկցեմ ձեզ։ Արփիջան հյուր ունեք։ Բարի երեկո Արփիջան։ Տարան։ Ես էլ եմ շատ ուրախ քեզ տեսնելու համար։ Սա քեզ։ Կարիք չկար։
Չէ, ինչ ես ասում։ Ես միշտ պատրաստ եմ քեզ հաճելի անակնկալներ անել։ Երբեմն էլ ուղղակի չափն անցնել։ Հասկանում եմ, առավոտվա միջադեպը նկատի ունես։ Նկատի ունեմ այն, որ ինչ երես պիտի ունենաս, այսքանից հետո մեր տուն գաս։ Արփի, ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ։ Իսկ ձեր տուն գալը այդ ամենը քիչն է։ Քո այդ ամեն ինչ այնքան տհաճ էր, որ ես ամոթից ուղղակի ուզում էի գետնի տակ անցնեի։ Իսկ ես ընդհանրապես չեմ փոշմանել։ Բայց ինչ, Տարոն։ Էլի ես բան մտածել։ Դու իմացի մենակ մի բան, Արփի։ Ես միշտ քո կողքին եմ ու թույլ չեմ տա ոչ մեկ քեզ նեղացնի, անգամ ինքդ քեզ։ Դու լրիվ ծնդել ես։ Թեկուզ տենց։ Տարոն, լսի։ Ինձ դուր չի գալիս այն, ինչ դու անում ես ու ոնց ես քեզ պահում։ Արփի, ինձ դուր չի գալիս այն, որ քեզ կարամ ինչ-որ ուրիշ մեկի հետ տեսնեմ։ Ու կապ չունի այդ ուրիշ մեկը ուղակի մոտիկ ընկեր է, կուրսեցի է, թե հարևանի տղա է։ Դու չես կարա։ Դու իրավունք չունես քեզ սենց պահես։ Ունեմ։ Քո հանդեպ իմ ունեցած զգացմունքն է այդ իրավունքը տալիս։ Ես թույլ չեմ տա քեզ խառնվես իմ կյանքին։ Արդեն ուշ է, Արփի։ Ես չեմ կարա չխառնվեմ քո կյանքին։ Ոյ, Տարոն ջան, Արուց ասեց մեզ հյուր ես եկել, շատ ուրախացա։ Բարև ձեզ, Տիկին Ազի ջան, ինչպես եք։ Հրաշալի, ոյ, այս ինչ սիրուն ծաղիկներ են, այս դու ես բերել Արփիս համար։ Այ իհարկե, Տիկին Ազի ջան, ինչի ինձնից բացի ուրիշ ինչ-որ մեկն էլ կարա Արփին ծաղիկ նվիրի։ Հրաշալի ասեցիր։ Արփի ջան, բա ինչ ես նստել, Արուսին կարգադրի, թող ծաղիկները ջրի մեջ դնի։ Տարոնը նոր է եկել, մամ։ Հասկացա, հիմա ես կկազմակերպեմ, Արուս։ Ասեք Տիկին Նազի։ Արուս ջան, այս ծաղիկները ջրի մեջ դիր, ու մեր թանկագին հյուրի համար հյուրասիրություն պատրաստի, մեծ սիրուն սուրճի սեղան։ Ինչպես կկարգադրեք։ Տարոն ջան, բա ասում ես ոնց ես, գործերդ ոնց են, ինչ կա մեծ բիզնեսի աշխարհում։ Ես լավ եմ, Տիկին Ազի ջան, գործերս էլ արագ տեմպերով առաջ են գնում։ Դուք ինչպես եք։ Իմիջայլոց, բեն օրը աչքովս մի հատ նյութ ընկավ ձեր բարեգործությունների հետ կապված, մարդիկ աղագին դրական արձագանքներ էին տվել։ Դե հա, չես պատկերացնի ինչքան հաճելի է, որ քո կատարած աշխատանքը գնահատում են։ Իմիջայլոց, Տարոն ջան, դու չես ուզի մեր բարեգործական միջոցառումներին մասնակցել։ Իհարկե, մեծ սիրով։ Սիրով, բայց մինչև առավոտյան չեմ նախաճաշում, սուրճ չեմ խմում։ Ուրեմն թեյ կխմենք։ Առավոտյան քեզ նույն վայրում կսպասեմ։ Պայմանավորվեցինք։ Պապ, ինչ ես փակվել սենյակում։ Էդ ինչ ա, պապ։ Նկար։ Այդ ում նկարն է։ Կարևոր չի Սարա։ Եթե կարևոր չի, ինչ ես թաքցնում։ Դու ավելի լավ ասա տեսնեմ ինչ ես ուզում։ Պապ, ուզում եմ իմանամ ում նկարն է։ Գաղտնիքներ ունես։ Չես հասկանա, որ ասում եմ կարևոր չի Սարա։ Եթե պետք լիներ իմանար, կիմանայիր։ Լավ։ Ոնց ասես։ Մի րոպե սպասի, Սարա, ինձ սխալ հասկացար։ Ինչ պետք էր դա էլ հասկացա։ Սարա։ Ինչի դες խոսացիր հետ իմ մար։
Արա ինչքան պետքա չլնեք, որ 3 հոգով չեք կարեցել դրա հարցերը լուծեք։ Գեորգիս ջան, էդի հաստատ ինչ-որ հատուկ պատրաստվածություն ունի, թե չէ զինվորը ուղակի չէր կարա մեր վրա։ Ձեր ես առնում, արա։ Գեորգիս ջան, այդ հարցը թող մեզ, մենք մեր սխալը կուղենք։ Արա ինչքան դուք չկաք 3 հոգով զենքը ձեռներդ, որ այդ հարիֆի հարցը չեք կարեցել լուծեք։ Ձեզ ռադանել է պետք ուղակի։ Գնա հիմա ազատ ես։ Ինչ եղաք։ Գեորգի ճահավոր կատաղած է։ Եթե չկարենանք այդ զենքը հետ վեկանենք այդ լակոտից, հաշվեք վերջները սեկել է։ Ես ուզում եմ էլի այն օրվա տեղը գնալ։ Ինչի՞։ Որովհետև այնտեղ շատ մարդիկ կային, մեզ լիքը փող էին տալի։ Չեն կարա։ Ռոզան ասել են այնտեղը շուշուտ չգնանք։ Լուսե, եթե ուզում ես դու կարաս գնաս։ Չէ, ես վախենում եմ։ Որ գնամ կարող է էլի ինձ ծեծի Ռոզան։ Շատ լավ կլինի որ ծեծի։ Երեք էլ գիտեմ, որ երկրորդ կտոր հացը վերցրես, քեզ հաստատ ծեծելու է։ Դրա համար էլ ասեցի, որ գնաս վերցնես։ Այն ջուրն էլ թափեցիր վրան, վրեդ լավ ջղայնացավ։ Շատ լավ եղավ։ Բայց ինչի ման է։ Ես քեզ ինչ եմ արել, որ տենց ես խոսում։ Որովհետև ուզում եմ, որ գնաս մեր մոտից։ Բայց ես գնալու տեղ չունեմ։ Հա ինչ անեմ։ Ես ուզում եմ, որ Ռոզան քեզ ամեն օր ծեծի։ Ես չեմ ուզում, որ դու մեր հետ մնաս։ Ու ես իմ ուզածին հասնելու եմ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Ռոզան քեզ ամեն օր ծեծի, որ դու գնաս։ Ռոզան մենակ խմած ժամանակ է մեզ ծեծում, մեկ էլ երբ որ փող չենք հավաքում։ Հա։ Հա։ Նենց որ երբ Ռոզան խմած կլինի, խելոք կպարկես կքնես, համ քեզ չի ծեծի, համ էլ չի վռնդի։ Բայց ինչ ես տենց բաներ ասում։ Դու իմ կողմից ես թե իրա։ Ախր Լուսեն էլ է մեղ, ինքն էլ գնալու տեղ չունի։ Ես չեմ ուզում, որ ինքը գնա։ Հա ինչ անեմ, մեկ է, թող գնա։ Լուսե, մի վախեցի, ոչինչ էլ չի լինի։ Արի գնանք աշխատենք։ Լավ, ես կգնամ այն կողմ, դու կգնաս այն կողմ։ Լավ։ Նենց ես ոգևորված զննում ես ծաղկե փունջը, ոնց որ քեզ են նվիրել։ Ված չէր լինի, որ ինձ նվիրեին Մհեր ջան։ Արփին երեք ոնց որ այս հանգամանքից այդքան էլ գոհ չէր, հա։ Արփին շատ չի հասկանում։ Արփին այնքան խելացի աղջիկ է, որ ամեն ինչ շատ ավելի լավ է հասկանում, քան դու պատկերացնում ես։ Դե լավ, հա, բան չասեցի, Մհեր ջան, մեր Արփին իրոք շատ խելացի աղջիկ է, բայց դեռ իր լավն ու վատը չի հասկանում։ Ճիշտ է, երբեք ես հարցերին չեմ խառնվել, բայց ինձ է թվում, թե Տարոնը մի քիչ հաճախակի է սկսել մեր տուն գալ գնալ։ Ու դա էլ Արփին դուր չի գալիս։ Չէ, քեզ թվացել է։ Հետո էլ Տարոնը քո ընկերոջ տղան է, այսինքն Արփիս ընկերու եղբայրն է, ինչ կա դրա մեջ, որ երբեմն հյուր է գալիս մեզ։ Դու շատ լավ հասկացար ինչ նկատի ունեի։ Դե հա, հասկացա։ Ուղղակի ինձ թվում է Արփին շատ լավ է վերաբերում Տարոնին։ Բա ես ոնց եմ սիրում։ Դաստիարակված, շնորհքով, խելացի։ Տարոնի նման տղաները փողոցում թափած չեն։ Ինչ ես խոսում։ Դու ուղղակի երախուն ուշադիր եղի։ Հասկացա, բայց ոնց է դու այսօր չես շտապում։ Ինչից ենթադրեցիր։ Դե չես ասում, երեխեք ուր են, արագացրեք, պապան ինձ է սպասում։ Այսօր մի քիչ ուշ եմ գնալու։ Ես եմ մարդ սպասում։ Ում։
Դա մարդ է գալու, հետո պիտի հանդիպեմ, հետո նոր զորամաս։ Այդ ինչ կարևոր մարդ է, որ իր պատճառով ուշ ես գնում։ Շատ կարևոր մարդ է։ Արուս, Հատիկի Նազի։ այսօր Մահերի մոտ մարդ է գալու։ Հենց գա ինձ տեղյակ կպահես, լավ։ Եղավ։ Ու այնպես արա ամբողջ աշխարհը չիմանա։ Չգաս բոլորի մոտ ասես բալը թանկա։ Հասկացած ես։ Ինչ-որ բան են չի։ Չէ, ամեն ինչ լավ է, ուղղակի Ինչ ուղղակի։ մի քիչ տարօրինակ չի, որ այսօր էլի ստեղ ենք։ Չէ, ինչ է տարօրինակ։ Դու անցած անգամ ասացիր, որ քո ամենասիրելի տեղերից է, ես էլ հավանել եմ այս տեղը։ Այս որ հաստատ տարօրինակ չի։ Դե հա, ես սիրում եմ այս տեղը, բայց երեք որ տարոնին հանդիպեցինք։ Ապի։ Եթե քեզ անհանգստացնող ինչ-որ բան կա, ասա։ Իսկ եթե չկա, ուրեմն պիտի իմանաս, որ ոչ մեկի անադեկվատ պահվածքը պատճառ չի կարա լինի, որ մենք չգանք մեր սիրելի վայրը։ Փաստորեն տենց, հա։ Հա, Հետաքրքիր է, ի՞նչը։ հետո կասեմ։ Հետաքրքիր է։ Ինչը։ Հետո կասեմ։ Քեզով հրավիրես, որ նստեցիր։ Վայ լուսար։ Հարցս չի լսվում։ Ալեք, արի գնանք, խնդրում եմ։ Մի րոպե արփի։ Սրա հետ կվերջացնեմ, կգնանք։ Ես չեմ ուզում երեկվանը կրկնվի, խնդրում եմ։ Արփի, ես քեզ երեք էլ ասացի, ես քեզ սրա հետ ոչ մի տեղ չեմ թողնի գնաս։ Ես էլ ասացի։ Ես եմ որոշում ուր գնամ ու ում հետ։ Իսկ հետևանքների մասին չես մտածում։ Էդ ում ես սպառնում։ Ալեք, խնդրում եմ, մի շարունակի։ Նորից եմ կրկնում, Արփի, թույլ չեմ տալու սրա հետ գնաս։ Մի րոպե սպասի, էլի։ Ալեք։ Խնդրում եմ։ Կարաս դեռ հանգիստ լինես, խոստանում եմ, ոչինչ չի լինի։ Լսեց Շանելիդ, որ ինստրուկտաժ ես անում, ունենց արա, որ խաղալիքները ձեռներից չխլեն։ Ուր ես, արա։ Բարև բոլես։ Բարև Միս Պապ ջան։ Դե նստի նախաճաշենք միասին։ Չէ, Պապ ջան, դուրս եմ գալիս։ Պաստորեն դու դեռ նեղացած ես ինձանից։ Չէ, ինչի։ Առիթ կա։ Դե երեկվա պահով։ Երեք ինչ ա եղել, որ Պապ ջան։ Բարես,
ես ուզում եմ որ դու իմանաս։ Ես միշտ քո հետ անկեղծ եմ։ Ուղղակի զինվորից հետ կապված խնդիր կար։ Դրա համար այդպես արձագանքեցի։ Խոսքը զոհված զինվորի մասին է։ Գիտեմ, բաբջան, դու էլ ինձ կներես։ Ես մեկ-մեկ ինձ երեխու պես եմ պահում, բայց չեմ հասկանում, որ կարող եմ հիմար պահվածքի հավեսը չունենաս։ Նստի նախաճաշենք։ Չէ, բաբջան, ես ուշանում եմ։ Արփի հետ մի բան կուտենք ընդմիջմանը։ Բայց դու, եթե ուզում ես ինձ բարի լույսով ուրախացնես, կարաս քարտից փոխանցես։ Բայց փոխանցել էի վերջացավ։ Չէ, ուղղակի ուզում եմ շոփինգի գնեմ, տրամադրությունս բարձրացնեմ։ Հենց հիմա։ Ուղղակի շատ շուշանաս, երեկոյան Ալեքն է գալու։ Լուրջ։ Ինչ եղավ։ Ոչ մի բան, բաբջան։ Ուղղակի լավ է, որ Ալեքը կգա, միասին կընտրենք։ Դե Ալեքը լավ տղա է։ Հետաքրքիր կլինի։ Շատ լավ է, բաբջան։ Ես ուզում էի հարցնել Ալեքը ոնց է, բայց Քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Հա, բաբջան, իդեալական։ Ես գնացի, փողը չմոռանաս, լավ։ Տղու ինքնավստահությունը արդեն ներվերից վրան ազդում արդի։ Քիթը ջարդող չի եղել, դրա համար էլ իրան տենց է պահում։ Ալեք, գիտես, Տարոնը վատ տղա չի, ուղղակի ինքը շատ դժվարությունների միջով անցել։ Բայց այդ ընդհանրապես չի նշանակում, որ ինքը պետք է իրան տենց պահի, առավել ևս քո հանդեպ։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Բայց մեր ընտանիքները մտերիմ են, հասկանում ես, իմ պապան իր պապայի ընկերն է, իր քույրը իմ մանկության ընկերուհին է ու ես չեմ կարող իր հետ կոպիտ լինեմ։ Այդ ամենը նրանից է, որ դու շատ բարի ու հանդուրժող մարդ ես։ Հասցրել ես ինձ ճանաչել։ Առաջին հայացքից։ Լավ, իմ տաքսին եկավ։ Արփի։ Հա, Ալեք։ Կզանգեմ, հա, մի քիչ ուշոտ։ Այ Սարա։ Բավական ճիշտ է ես նկարայի վրա։ Հալո, բս։ Բարև Ալեք։ Անհանգիստ էի, ուզում էի իմանալ քնիչին հանդիպեցիր, խոսացիր հետը։ Չէ, լովս։ Մի հատ ադոնցենս տուն պիտի գնամ, հետո կհանդիպեմ մի քիչ ուշոտ քնիչին։ Վերջը քոնն ես անում։
Ես չեմ անում, կյանքն է անում ինչ որ պետք է։ Հետ կանգնի այդ վրեժի մտքից քանի ուշի, Ալեք։ Լովս, ես քեզ 1000 անգամ ասել եմ, ես այնպես բան չեմ անի, որ ինձ վնասի։ Ասել ես, բայց վրեժը կկործանի քեզ։ Ախպերս տես, այդ աշխատանքն էլ, ադոնցին մոտ գտնվելն էլ ինձ շատ պետք է, որ ես փաստեր հավաքեմ ու դեմ տամ դրան այդ փաստերը։ Լավ, բայց էլի եմ խնդրում քեզ Գուշե, եթե իրոք ինքը է դավաճան, ուրեմն համել շատ վտանգավոր մարդ է։ Ես միամիտ չեմ, ես հասկանում եմ, որ ինքը վտանգավոր է, բայց այս պարագայում ես ավելի վտանգավոր եմ ախպերս։ Իրա նմանները պիտի պատժվեն ու պիտի պատասխան տան էլի եմ ասում։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես անում։ Լավ, ուրիշ տարբերակ չկա։ Դրա նմանները այդ դավաճանները մի բանի են արժանի։ Ինչի մասին ես խոսում, Ալեք։ Ախպերս ադոնցը պետք է մեռնի։ Ինձ նայ հələ արա, ինչի ես տեղյակ չեմ, որ զենքը թողել եք մոտ է։ Ավելի ճիշտ որ խլել է ձեռներից հետ։ Մտածում էի, Ինչ էիր մտածում։ Ասում եմ ինչի ես տեղյակ չեմ։ ուզում էի ձեռից վեկալեի հետո ասեի։ Ինչի, գիտեիր որ գլուխդ կջարդեմ։ Նայում եմ դες ծիրտս խառնում արա։ Սարա, ուր հասար, հետ արի մի հատ։ Ես լուրջ սիրահարված եմ։ Դու լավ կարես չծիծաղես, հա, իմ զգացմունքների վրա։ Ընկերուհի ունես։ Չէ։ Հավանած աղջիկ հաստատ կունենաս, երևի։ Երևի կունենամ։ Ասեմ, որ Լևոնը մենակ չի լինելու։ Դե մի որոշ ժամանակ հաստատ ես եմ Լևոնը ստանը ապրելու։ Շատ ավելի լավ։ Դե նկատի ունեմ, որ մենակ չի լինի Լևոնը։ Կարող է պահել ես։ Ուղղակի այդ փողերը։ Ինչի լեզուդ կուլ տվեցիր խոսա։